երեխեք ջան, ինչև ես խոհանոցային գործերով էի զբաղված, խորեն էի չելախանում, մի քանի բաներ ասել որ բերի, թթվասեր, մատուն, դիթապտուղ, յուտ երեխաներին, լավաշ, վերիչել, ջրպանի անձեռոցիկներ, սուրճ, դավջան եկա, յուղաթուղթ, ֆոլգա, սա վերջացել է, պիշիվոյ է պլյոնկան, պիշիվայ պլյոնկը, այս դաժիտ տեղը տվալ է անձեռոցիկներ, եկա խոր ես մի ռոպե։ Յուղաթուղթի վրա գրած, 10 կտոր։ Կտորներով է, ոչ Թափերը ստանդարտ ինձ թվում է, հա, ու խորենը բերել է նաև լվացքի պարան, ինչի, որ ջարդված է այս պարանը։ Այն պլաստմասան է սա, այդ էջ։ Բանը, քանի որ ձմեռը մենք դրսում լվացք չենք փռում, ինքը տեղ-տեղ չպաքել է ու ժանգոտված այդ բանը, պրովոկան մեջից դուրս է եկել։ Հիմա որ շոր փռեմ, սա ժանգ արնելու։ Դա համար պիտի նաև դա փոխվի, որ արդեն դրսում փռենք լվացքը չորալոցի վրա, արդեն հարմար չի էլի տանը։ Ոյ, իզնում փռշտան։ Ոյ, սմուզի էի սարքում ինձ համար, երեխեքը խորենը միտքը ամբողջական նախընտրեցին, ես սմուզի տարբերակով, օրվա մեջ մի անգամ խաղցր դե չեմ ուտում հիմա, երեք ճիշտ է իվենթին խաղտում արել եմ, բայց տանը փորձում եմ շուտել, մենակ մի անգամ այս սմուզին եմ խմում, ունի 6-7 ելակ ու մի հատ բան եմ, որովհետև ինչ-որ մի ուրախություն պետք է կյանքում, եթե ամեն ինչ անում ես, մի տեսակ վիտամիններից է քեզ զրկես այդ միրգն է չուտես, օրինակ քաղցրը վնաս է, դա օգուտ չի, բայց միրգը անհրաժեշտություն է։ Ճիշտ ասում։ Բա։ Գնա պարանը փոխելու հուսամ որ կարողանանք, որովհետև այստեղ սա յուղա թռած, տեսեք, լույսը այնպես ընկա, որ տեսա, կաշմարը որ կա, ու որ կա։ Այս մուզին չոտը շատ լցրեց բաժակը, պրոստը բաժակը սա փոքր, ուղղակի ես բաժակը սիրում եմ, դրա համար իր մեջ պատրաստեցի, ավելի ճիշտ դատարկեցի։ Ես էլ մեր խորենը, որը անցել է գործի։ Գործիքներից տուփը սա փոշի է պիտի մաքրել։ Մեր անող, տնող, ձեռից 1000 բան եկող պապանա է։ Հա։ Չէ դա։ Հա։ Պապայի գործիքներն են ձեռք մի տուր։ Դավջան գործիքներից ձեռք մի տուր։ Դա սա սուր բաներ են։ Մեր լույսերը տարել են, մեզ մոտ 90-ականների մուդա։ Երեխեքին 90-ականներից պատմություններ ենք պատմում, դավը մոմի շուրջ իր խաղալիքներն ա դրել, ջուր, լավաշ ա բերել, մի խոսքով լրիվ 90-ականներն ա, բայց շատ ույուտնի ա երեխեք մի տեսակ, չգիտեմ։ Ու ամենահավեսն է, որ երեխեքը սիրով լսում են այդ պատմությունները, հատկապես Արտաշեսը իրան շատ հետաքրքրում է, թե ինչ ա եղել մեր մանկության ժամանակներում։ Արտաշեսին ճանապարհել եմ դպրոց, նոր գիրք ունեի, կազմը վրան, ցելոֆանը վրան, քանի որ նախորդ գիրքս վերջացրել եմ, հիմա կպարկեմ, մի քիչ կկարդամ, դավես առայժմ հեռուստացույց նայում, так что կարող եմ ինձ թույլ տալ։ Դուրս ենք եկել ման գալու ճոտերիս հետ եւ ամուսնյակիս հետ։ Դարե ձեզ։ Արտաշեսը մի հատ կֆրաս նայենք։ Մի հատ տեսեք Արտաշեսի ակնոցը ոնց է իրան սազում։ Դա քո ակնոցը ինչի չես դրել բա։ Հələ դիր նայենք։ Հələ դիր ակնոցը նայենք։ Հա։ Հա, սիլնիներս են։ Հա, երեխեքի գալու ժամն է, դա մարդա շատ է շատ։ Տենց։ Ասում արի խագի վագի առնենք, Արտաշեսը իր հավաքած փողով ուզում է խագի վագի առնի, բայց այդտեղ չկա, այդտեղ մեծն է։ Ճիշտ ես անում։ Գնա, դավուկաս։ Այլ ծառերի մեջ։ Հա։ Ասում է շուն չկա, այն շների հյուրատուն կա է մի հատ։ Այստեղից ենք Արտաշեսի ակնոցը առնում։ Վաղ Արտաշեսը բժշկի է, ակնոցը պիտի փոխենք։
հերթական ստուգմանը։ Լավ արևոտ եղանակա, պահի տակ քամի ա դուրս գալիս, բայց ընդհանուր Դավջան, պապայից հեռու մի գնա։ Այդտեղ մի հատ բաց թողած ապչարկա կար, վախենում։ Գրախանութ ենք ուզում մի հատ մտնել, գիրք կա, ուզում եմ նայեմ, տեսնեմ այստեղ ունեն թե չունեն։ Մեկ էլ Արտաշես ուզում ա իրան խագի վագի առնի, այդ ասեցի չէ, կարծեմ իրա հավաքած կասայի փողում, որ գիրք ա կարդում, վճարում եմ մեկ-մեկ հավելյալ ընթերցանության համար էլի, հավաքել ա։ Առևտուր են անում տղեկս։ О, մի հատ է, այդ իրական կոշիկն է։ Արի դավ։ Դավոս մի գնա, մենք ստեղ ենք, ինչ-որ մեզ պետք է անելու ես մասում ա, ուր ես գնում։ Երեխեք ջան, մենք տանն ենք, իրականում տուն հասանք, անձրևաթաթախ մի քիչ էլ թշված, ելակ եմ նվացել։ Բարև ձեզ, ոնց եք։ Ուզում էի խոսել, խորին դասը սկսեց։ Այստեղ նոր գիրքն ա, որը սկսել եմ կարդալ, եւ այսօր ինձ մի հատ այսպիսի գիրք են նվիրել, շատ կարևոր։ Հայալեզու առաջի գիրքն է հոգեբանության, որը պիտի կարդամ։ Ուզում էի մի հատ մեր հայ հեղինակներին էլ ծանոթանալ։ Սուզաննա Փիլոսյան, ընդհանուր հոգեբանություն, մի խոսքով տենց ահավոր ոգևորված եմ, վերել եմ գրականությունից, երկու գիրք միանգամից եմ սկսելու, որոշել եմ առավոտները կարդամ սա, իրավունները կարդամ հայալեզուն, ու դրանքից նաև անգլերենի տնայիններ ունեմ, բայց ասեցի մի քիչ ուրախացնեմ, նոր անցնեմ առաջ։ Արտաշես ջան, պապային մի շեղեք դասը սկսել ա, վсё։ Երեխեք իմ համար ահավոր ույուտնի ա այն եղանակը եւ դրսում ամպրոպա քամի ա անձրևա, իսկ ես իմ տանն եմ ապահով տակուկ ու կարող եմ ընթերցել, պատրաստել, չգիտեմ, ինչ-որ բան նայել, այդ շատ ույուտնի ա։ Ու հիմա քանի որ մայիս ամիսն ա, բայց յանրել ա հոկտեմբեր-նոյեմբերի տեղը, մենք փորձենք մի քիչ ուրախացնել մեզ գործերով, հույս են տալիս են, ինչ-որ գործեր ուրախացնել։ Չէ, եթե լուրջ, այսօր ուզում եմ վառարանի մեջ մի քանի բան դնեմ, քանի որ ծավալը մեծ ա, վառարանի մեջ եմ ուզում սարքեմ, որ մի անգամ երկու պրոտվինի վրա լցնեմ ու դնեմ դուխովկա։ Այսպես, երեխեք կան, ուրեմն, բանան չի կա։ Շուտով բանանի սեզոնը մեր համար կանցնում, մենք ամառը բանան գրեթե չենք գնում, բանանը արդեն այդ փուլի մրգերն են, հա, չգիտեմ, բալ, գիլաս, ելակ, էլ իշկա ծիրան, սեղ, ձմերուկ, հետո գալիս ա խաղող, մի խոսքով սեզոնային, բայց հələ որ իրան օգտագործում են, երկու բուղարական պղպեղ են վերցրել, որտեղ բուղարական պղպեղ մենակ եսու խորել են գտում, երեխեքը չեն նախընտրում, վերցրել եմ նոր կարկոպի, բայց մի քիչ խոշոր, այսպիսի, հավի կծքամիս եմ վերցրել, որ ուզում եմ համեմել, թթվասերով այսպես խառնել, որ ավելի հյութալի ստացվի, ու այդ ամեն ինչը սիրում պրոտեինի մեջ մի 40 րոպեով դնել ջրից։ Շուտով խոյնի աշխատանքներն են գալու, երկու դաս կա իրար հետևից, բայց մինչև այդ երկու դասը լինելը, կարծում եմ ես կհասցնեմ այս ամեն ինչը ավարտել։ Ոնց հասկացա, այս միսիկները մի քիչ սառնանից են հանված, հա, մի քիչ հետեկած են, բայց դեռ լրիվ հետեկած չեն։ 4 կրծքամիս են վերցրել, կարծես թե ոսկորազատված են։ Ջանիկս, դու գնա բալես, մաման մի հատ, ուզում եմ իրենց մանեշ կտրատել, լվացի դրեցի տախտակին, բայց այստեղ մի րոպե դավես, կյանքս մի րոպե, եկեք այս մեկը դնեմ։ Մի րոպե, Դավջան, միսը, հում միսը, հատկապես հավի, պետք չէ էլի, որ թռնի քո դեմքին կամ բերանին, ինքը մի քիչ վտանգավոր է։ Եկեք, այսպիսի ոչ մեծ մասերի բաժանենք։ Մաման, չի դու տեկես։ Այլ ես ճաշիկ եմ պատրաստում։ Մաման փորձում է համեղ բան սարքի քո համար։ Ինչ կասես։ Դավ։ Ինչ է։ Ինչ ես ուզում, արևս։ Դե որ նիչիվո խնդրում եմ, էլի։ Հիմա կավելացնեմ այստեղ թթվասեր, դարի, չէ, դարակը չմտնես, ասել եմ, չէ, որ չի կարելի դարակ մտնել,
Բրավո։ Լավ, Դավիթ։ Վաղ ատամնաբուժի չես գնում ուրեմն։ Գիտեք չէ՞ ոնց է սպասում։ Դավայ դե դուրս արի, բալես։ Դուրս արի, որ վաղը papan քեզ ատամնաբուժի չա տանելու։ Այ բալես, դա ախր հո պաղկվոցի խաղալու տեղ չի, Դավիթ։ Ինչու՞ հա։ Գլուխը ջարդեցիր, այ տղա։ Որոշել եմ ավելի առողջ սնունդ պատրաստել հաճախ, ավելի հաճախ պատրաստել, սենց ասեմ։ Ոչ ամբողջությամբ, որովհետև մեկ-մեկ չի ստացվում, ժամանակի առումով բան, բայց ինչքան կարող եմ փորձեմ առողջ սնունդ պատրաստել ու չգիտեմ, քաղցր-մաղցրը քչացնել, ավելի մրգեր, բանջարեղեններ, այդպիսի պիրուդներ հաճախ եմ կազմակերպում, բայց հաճախ նաև դուրս եմ գալիս այդ պիրուդներից ու մի քիչ խախտումներ եմ անում, մի քիչ շատ, բայց դե մարդ ենք, մի օր էսպես կլինի, մի օր այնպես կլինի, չենք կարող միշտ իդեալական ամեն ինչ ճիշտ անել, չեք կարծում։ Նավը շարունակում են խանգարել, ես էլ շարունակում եմ չհանձնվել։ Եկեք աղը գթալի բանենք, որ ձեռքից մի քիչ մսոտա չեմ զում։ Կարծում եմ այսքանը շատ չի լինի։ Կարմիր պղպեղ, ուրա թթվասերը, սեղանին եմ դրել։ Լավ անձրև եկավ, ինձ թվաց մի քիչ գալու է անցնի, գիտեք, չէ, բայց ոչ, լավ էլ եկավ։ Ահա, ես ամբողջը կլցնեմ, կարծում եմ։ Կես բան կայա, նենցա որ շատ չի։ Կարմիր պղպեղ, արի։ Կուսորեն բացենք, շատ չի գացար։ Էդ ինչ ես անում, Դավուկաս։ Մատխաշ սխտոր ենք արել այսօր, ուզում եմ այդ մատխաշ սխտորից մի գլուխ, փոքրիկ ևս լցնել այստեղ։ Այս սխտորի մասին է խոսքը, հիմա իրեն էլ կկտրենք, կլվանք և կավելացնենք մեր հավի միսիկի վրա։ Քանի որ այս նոր սխտորները շատ մատղաշ են ու իրանք շատ մեղմ են համային առումով, ես շատ չեմ մանրացնի, ոչ էլ կծյուրկեմ, այլ այսպես իրեն ուղղակի միջին խոշորությամբ այսպես կկտրատեմ, որտեղ ինքը հաստատ չի, տհաճ համային բան չի հաղորդելու, այլ ճիշտ հակառակը շատ համեղ երանգատալու, նոտաներ։ Այստեղ տեսնում եք արդեն ֆարշը պատրաստի, մի փոքր էլ երեխեք ձեթ եմ ավելացրել, որ ավելի համեղ ստացվի, այստեղ արդեն դրել եմ յուղաթուղթը, այս անգամվա խորնի առատ յուղաթուղթը լիստերով է, ոչ թե ես եմ ճղում, այլ այդպես լիստ կա, հավես է։ Մի խոսքով հիմա իրան տեղափոխեմ ու անցնեմ բանջարեղենային հատվածին։ Հասկանում ես, Չեզո սերերի հետ, ես կասեմ նախ Երևան, դեպի Են որ փորձում ես դասանես, վերևում ռեմոնտա, հյուրասենյակում տղաներս են գժված, ու են որ փորձում ես այդ քանի հետ մեկտեղ կենտրոնանաս, որտեղ անգլերենը մի քիչ դժվար թեմա է, իմ համար էլի դժվար թեմա է, այս թեմայի երբեք չեմ հասել, սա առաջին անգամա, որ ես այսքան կանոնավոր հասել եմ, passive voice, հրավորական սեր։ Դա մի գնա սենյակ, պապան դասա պարապում, դուրս արի տղես, արտաշես ասա դուրս գա սենյակից։ Մի խոսքով խորենը տնայինը տվել էր, զգացի, որ լավ չեմ հասկացել, երեք խնդրել եմ նորից է բացատրել, արդեն հասկացել եմ, հիմա տնայիններս եմ անում, ուղղակի պետքա լռություն ունի, որ ես լավ կենտրոնամ, որովհետև արդեն երեկո է, այդտեղից օրինակ առավոտները զգացել եմ, տնայինները շատ լավ եմ անում, կենտրոնացած, հեշտ ընկալում եմ նյութը, իսկ արդեն երեկոները ուղեղս ավելի շատ տորմոզ է տալիս, էլի, բայց ոչինչ, գլուխ կհանենք, հիմա հեսա կադրը կանջատեմ, կկենտրոնանամ ու կարծում եմ կստացվի, ճաշը պատրաստ է արդեն, հենց նոր ծնկ արեց իմ վառարանն է, այդ նշանակում որ
ին դրած ժամանակը ավարտվեց։ Երեխեքիս քննադրեցի, հիշեցի, որ վառարանի մեջ են մնացել սրանք, հանեցի, որ թավայի մեջ տեղավորեմ, այս կարտոֆիլն ու բուլղարական պղպեղն է, այս էլ մեր սիրելի ու անուշա բույր հավի կրծքամիսն է երեխեք ջան, քանի որ մենք ուրիշ ուտելու բաներ ունենք, դեռ սրան չենք հասել, բայց հիմա ուզում եմ Խորենին տանեմ հյուրասիրեմ։ Մեզ մոտ նոր օր է, Խորենն ու Արտաշեսը տանը չեն, գնացել են աչքի բժշկի մոտ, վրա թափեցիր կյանքս, լավ ոչ կփոխենք, աչքի բժշկի մոտ են գնացել, Արտաշեսի հերթական ստուգումն է, պիտի ակնոցը փոխենք, այսօր նաև Դավը ատամնաբուժարան պիտի գնա, Խորենը ասեց, եթե հասցնի հետ գա ինքը կտանի, եթե չէ ես կտանեմ։ Հա Դավուկաս, ես խոհանոցն էի կարգի բերում, անկողին է հավաքում, տները մաքրում, մի խոսքով բառնի ու քարանցնես բաներով եմ զբաղված, ճուտոսել ճաշելա, հիմա իրա դիսերտն է անում։ Սիրում ես ելակ։ Հա։ Դե լավ է, այս լույսիս գույնը պիտի փոխենք։ Մի խոսքով, այսօր եղանակը լավ է, հələ որ արևոտ է, չնայած երեկ էր որ առաջին կեսը արևոտ, մեկ էլ այնպիսի որոտ սկսվեց, որ էլ դուսուս։ Խորենի հետ էի խոսում, երեխեք ջան, դուրս են եկել հիվանդանոցից, հարցրեցի ոնց է ինչա, ասաց որ տեսողությունը վատացել է, ու նաև այն մյուս աչքը, դե մենք օրական մի ժամ մի աչքը սև կտորով փակում էինք, այսինքն այն մի աչքը օքեյ էր, էլի բոլիմինի։ Հիմա ասել է երկու աչք անել, դա այս պերիոդում, որ սենց խառն էինք, մի քիչ չարաշահել է հեռախոսը, ու իր աչքերը շատ զգայուն են, ինձ թվում է բացասաբար ազդել, հիմա այսօրվանից սկսած շատ լուրջ։ Մեր տանը կա երկու հեռախոս իրան ձեռքին, մեկը Սուսիկի հին հեռախոսն է, որ ես վերջերս է եկել մեր տուն, բայց որով գրեթե Դավը չի զբաղվում։ Մյուսը Արտաշեսի հեռախոսն է, երկու հեռախոսը միասին, փակի տակ է դրվում եւ էլ չի հանվում, օրական կես ժամ հեռուստացույց եմ թողել ունեն ու վերջ։ Ուրիշ ոչ մի բան։ Շատ լուրջ պետք է զբաղվեմ այս հարցով։ Գիտեք, առօրյան անելիքները, գործը, էսային, այն, որ միշտ որ ստացվում է շատ ուժեղ հսկել է, բայց ինչ ուզում է լինի, այլ չեմ տալու հեռախոս միանշանակ։ Դա օրինակ, գիտեք ոնց է, ինքը կարող մի քիչ նայի, հավեսը հանի անցնի իր խաղերին բան, Արտաշեսը կախվածություն ունենալու այդ հակումը ունի, այսինքն եթե դու խիղճդ կորցնես, ինքը բան չի անի, չնայած ես օրական 1000 անգամ Արտաշես հեռախոսը դիր նկարչությունները, Արտաշես գնա գիրք կարդալու, Արտաշեսը, բայց մեկը հաջողացնում է նայել, ու էլ եմ ասում, քան որ իր աչքերը զգայուն են, ինչ էլ որ նայում է, վատ անդրադառնում է իր աչքերի վրա։ Հետևաբար այսօրվանից այդ հարցով շատ լուրջ պետք է զբաղվենք, շատ դեղ է նշանակել, որ խմի ու նաև կաթացնելու դեղ, Արտաշեսի աչքը ինչ-որ բան կաթացնելը, այդ մի հատ դաժանագույն պրոցես է, բայց ինչ ուզում է լինի, դե բնականաբար դրանք ևս սաղ կանենք ու մի ամսից պիտի նորից գնանք, որ տեսնի դրական տեղաշարժ կա, թե չկա։ Դաժե, արգելված մեթոդ եմ կիրառել, սա մալիկյուրս չնչվել է։ Google-ով գտել ու դրել եմ վատ տեսողություն ունեցող մարդիկ ոնց են տեսնում աշխարհը, ֆոտոներ։ Ու խիստ տպավորվել եմ, մամ ես չեմ ուզում, ասում եմ տղես, որ ես անդադ ասում եմ հեռախոս մի նայի, մի խաղա, այդ սրա համար եմ ասում, որովհետև եթե չարաշահես, քո տեսողությունը գնալով վատանալու է։ 1-2 օր վրան ազդել էր, քիչ էր նայում, նորից հետո բան արեց։ Իհարկե ես որպես ծնող ավելի շատ ինձ եմ մեղադրում։ Ես պետք է այդ կոնտրոլը անեմ, երեխեքը ինչ ուզում է լինի, այդ գիտակցությունը չունեն, ինչ-որ մեծը պետք է ունենա, так что ես այս հարցում իմ մեղքի բաժինը ունեմ ու անպայման այդ հեռախոսները գնալու է խորը արխիվ ու դեռ դուրս չի գալու, քանի որ Սուսիկը դպրոցում է, ես հանգիստ եմ որ դպրոցում իր ձեռքին կա, իր մոտ կա տատիկ, հեռախոս չունի, մեկը հանգիստ եմ որ այնտեղ է եւ իր դասղեկը եւս։ Եթե ինչ-որ տեղ կգնա, որտեղ առանց մեզա լինելու, այդ օրը հեռախոսը կտամ զուտ կապի միջոց, որպես եթե չէ, վсё, հեռախոսը պահվում է բիզբազուրատն ասենց ասած։ Երեխեք ջան, պարկել եմ մի քիչ քնեի, մազերս վկայում են այդ մասին, մեր վերևի հարևանները գործ են անում, բայ այդ ինչ ձա, հենց միացեցի, անջատվեցի, ոնց որ ականջից մեջ է։ Ես էլ ես քանի օրա ուժեղ գլխացավեր եմ ունենում, մի փոքր պարկել էի քնեի, որ մի քիչ գլխացավս անցնի, ես դռելի ձայնից վեր կացա, դե համել երեխուն պատրաստեցի, Խորենը Արտաշեսին Դավին տես տարավ ատամնաբուժարան, Արտաշեսի հետ կապված էս բան գործ չունենք անելու, բայց մի հատ ուզեցինք իր ատամներն էլ նայել, որովհետև հաստատ կնեն այնտեղ ինչ որ բաներ։ Մի խոսքով հագնվեցին, Արտաշեսյան եկել էր որ տաներ,
մի անգամից իրար հետ գնացին, ես էլ ճաշ եմ տաքացնում, ճաշելու ժամն է, Ռունայք է հենց միացրեցի, քրտ կտրվեց ձեներ, ուզում էի ցույց տալ, թե ինչ ձայների մեջ եմ ժամեր շարունակ, են էլ անջատվեց։ Այնպիսի լավ անձրև ամբողջ օր, բացել եմ պատուհանը, կանգնել եմ, լավախորեն ենք արտասիադիայի հետ են հանգիստեմ, էլի որ չեն թրջվի գոնե, հնարավորինս։ Ես էլ բան էի անում, գիրքս էի կարդում, հիմա էլ գնամ անգլերենից տնայինը շարունակեմ, ես երեք արեցի, բայց մինչև վերջը ձգեցի, որ զգում եմ տհաճությամբ եմ անում, ասում եմ ավելի լավ թող, ես հետո կանես, քան թե տհաճությամբ անես էլի։ Այսքան որ կարծա նորմալ է։ Այդ մի էջը հա օքեյ է։ Ժորժ ջան, մի րոպե բարես քո վրա պահեմ նոր խոսա, մի գնա էլի հետ արի, իմ վրա չեմ կամ պահեմ, գոնե դու կադրում ունես։ Գտանք թե ինչի եմ սենց վատ, խորիկը եկավ ճնշումս չափեց 110-70-ի փոխարեն 70-40 այ չէր, դրա համար մեռնում եմ։ Հիմա պարկեր եմ ոտքերս բարձր եմ դրել ոտքիս տակ, որ բարձր լինի, ուսանք կարգավորվեմ։ Այսքանը կարող ես գնալ։